կարողացես այս վիդեո բիզնեսի մասին եւ այն մասին, թե իրականում ինչի համար մարդիկ բիզնես կերեն։ Ու քանի որ ես այս վիդեոյի ընթացքում պիտի պատմեմ իմ փորձս, ես որոշեցի լեննականի բարբառով պատմեմ, որովհետեւ ես իմ ամբողջ մենեջմենտս, հանձնարարություններս ու իմ բիզնեսս կվարեմ լեննականի բարբառով, որպեսզի կարողանամ այն էմոցիան տամ, որն որ իրականում կա ու որն որ ես իրականում ամեն օր կզգամ ու կփոխանցեմ, նաեւ կարողանամ փոխանցել այս վիդեոյի միջոցով։ Իրականում ես կռնամ կրական հայերենով խոսալ, բառապացույց իմ նախորդ վիդեոներս, որոնք կրնակ մտնիկ նայեք, լայք։ Ես էլ, ինչպես նաև դուք, վստահ եմ, որ մինչև բիզնես սկսելը լիքը նյութեր եք նայել, լիքը վիդեոներ եք լսել, լիքը գրքեր եք կարդացել, որտեղ մեր թեզն առաջ կտարվի, որ բիզնեսի հիմնական նպատակը շահույթի ստանալն է։ Ու ես էլ երբ որ առաջի անգամ իմ քայլերս կենեի բիզնեսում, ես էլ կմտածեի, որ ես պիտի անպայման երթամ շահույթի հետևից։ Ու իմ սաղ գործողություններս, իմ սաղ պրոցեսներս, իմ սաղ ջանքերս պիտի ուղղված եղնին շահույթ ստանալու համար։ Ու հետո երբ որ արդեն քիչ-քիչ սկսեցի հաջողել, քիչ-քիչ սկսեցի ապահովել այդ շահույթ կոչվածը, մեր բանում գտած իմ գլխիս մեջ։ Ու ես հասկացա, որ բիզնեսի նպատակը ինձ համար կոնկրետ ոչ թե շահույթի ստանալն էր, այլ ինքը երկու շատ ավելի կարևոր ենթա նպատակներ, ու ավելի ճիշտ ոչ թե ենթա նպատակ, այլ ավելի վերևի մակարդակի գտնվող երկու նպատակներ ունի, որոնց մասին կուզեմ հիմա մեծ սիրով պատմեմ։ Հիշենք, չէ՞, փոքր ժամանակ, երբ որ երազել ենք, երբ որ մտածել ենք, սաղս մտածել ենք, որ մենք որ մեծնանք, պիտի դառնանք տնօրեն, ու այդ ժամանակ մեզի դրայվ է տվե ոչ թե փող աշխատել, այլ որ մենք տնօրեն ենք, հա, պիտի ունենանք կաբինետ, պիտի կաբինետի վրա եղնի խպատ ցուցանակ, պիտի մենք կրանանք հանձնարարություններ տանք, պիտի մենք կրանանք ինչ-որ բան ստեղծենք։ Ու հետո երբ որ կմեծնանք ու կսկսենք բիզնեսով զբաղվել, մենք կտեսնենք, որ այդ ամեն ինչի համար պետք է փող։ Ու մեր սաղ ֆոկուսը կերտա դեպի փողը, բայց երբ որ արդեն կսկսենք այդ փողը աշխատել, բիզնեսը կսկսե ձևավորել շահույթ, մենք կհասկանանք, որ ֆիսիոժը այդ շահույթը ոչ թե մեր հիմնական նպատակն է, այլ ինքը միջոց է մեր այն ավելի կարևոր նպատակը կյանքի կոչելու համար։ Ու այդ ավելի կարևոր նպատակն է, թե մենք մեզնից ինչ կներկայացնենք, ու մենք դիք ցույց կտանք հասարակությանը։ Մենք մեզի կառանձնացնենք մեր փոքրը ու մեր պահանջմունքները, մեր թաքնված երազանքները կսկսենք ի ցույց տնել։ Ցեք ամենակարևոր նպատակն է, այսինքն բիզնեսի հիմնական նպատակը շահույթը չէր, այլ մեզի որպես սեփականատեր, մեզի որպես բիզնեսով զբաղվող մարդ, ինչքանով մենք կռնանք մեզի ինքնաթրսևորենք ու մեզի ինքնաիրացնենք։ Ուզեմ ճշտեմ, որ իմ ասածս չի նշանակի, որ բիզնեսը զուտ մարդու անձի վերհանելու մասին է, չէ։ Բնականաբար իմ ասածից ամբողջ իմաստը այն է, որ այդ բիզնես զբաղվելու process-ը պիտի անուղղակիորեն նաև քո այդ պահանջմունքը բավարարի։ Իսկ կնշանակի, որ դու բիզնեսով զբաղվես այն պարագայում, երբ որ կսիրես այդ գործը, երբ որ դու այդ գործի մեջ ես, երբ որ այդ գործով զբաղվելը անգամ քեզի հաճիկ պատճառ է։ Ու մինչև մեր պահը պիտի կա, որ դու նաև պիտի փորձես այդ քո բիզնեսը ըմբես դարձնես, որ ինքը դառնա քեզնից նաև առանձին մի հատ մարմին ու նաև ինչի՞ չէ գործը քեզնից առանձին։ Ու երբ որ այս փուլից հետո ճակերտավորված բիզնեսը սկսել նաև ինքնահաստատվել ու պետք է շատ խանդոտ չվերաբերվել, երբ որ քո անձը դու կփորձես առանձնացնել նաև քո բիզնեսից։ Ու հետո երբ որ արդեն նորից մի փոքր ժամանակ կանցնի, դու կհասկանաս, որ բացի քո պահանջմունքների բավարարման նպատակից կա մի հատ էլի ոչ պակաս կարևոր նպատակ, որը հենց աղբյուրն է այն ամեն ինչի, որ դու կկրնանաս քո ուզած նպատակին հասնելու դիք հաճախորդների պահանջմունքների բավարարումը։ Կստացվի, որ բիզնեսը ինքը ոչ թե ներկայացրեց process-ներ շահույթ ունենալու համար, այլ բիզնեսը ավելի բարդ մեխանիզմ ու ավելի բարդ մարմին դարձավ, երբ որ ինքը իրեք նպատակ ունեցավ, շատ ավելի կարևոր, երբեմն թաքնված։ Քո անձիդ, քո պահանջմունքների բավարարումը, բիզնեսի պահանջմունքների բավարարումը արդեն որպես առանձին միավոր ու նաև հաճախորդների պահանջմունքների բավարարումը։ Բնականաբար շահույթը շաղախն է այս ամեն ինչի, որ կդարձնի ավելի ամուր ու ավելի առաջ գնացող բիզնես։ Հաջորդ շատ տարածված ինֆորմացիան, որը մինչև բիզնես սկսելը կարդացել ենք ու հմել շատ բլոգերներ, մասնակիցներ ռոպագանդան կենեն, ասեն բիզնեսը դա խնդիրների մասին։ Բնականաբար, պրոստը խնդրեմ բառը, երբ որ մենք կլսենք, անկախ մեզնից նեգատիվ կտրամադրվենք։ Ես օրինակ կուզեի այդ խնդրեմ բառը փոխարինել հայերեն ավելի սիրուն բառով, խնդրով, որը բնականաբար ունի լուծում։ Ու բիզնեսը այո, հենց խնդիրների լուծման մասին է։ Այսինքն մենք բիզնեսմեններս ամեն օր խնդիրներ պետք է լուծենք, բայց պետք է թույլ չտանք մեր շատ կարևոր սխալը։ Եթե խնդիր լուծելը հրդեհ մարելն է, մենք պետք է ամեն անգամ
չսպասենք հրդեհը եղնի նոր մարենք, հրդեհը եղնի նոր մարենք։ Մենք դերնանք այնպես մարենք այդ հրդեհը, որ բացառենք երկրորդ անգամ իրար կրկնվելու հավանականություն։ Ու պետք չէ բիզնեսում ամեն քայլում խնդրեմ կար։ Դիք նույն տրամաբանությունը կերնի, որ դու մտել ես անտառ ու ամեն թփի տակ արջ մանկաց։ Մեր փոքրում անտրամաբանական է, որովհետև այդ ժամանակ երբ որ ամեն թփից դու այդ ռիսկը տեսնես կզգաս, կամ այդ վախը կզգաս, դու քո սաղ գործիքակազմը կենես արջից պաշտպանվելու համար, ջանք, ժամանակ, ռեսուրս, էներգիա, բայց արդյունքում չկա արջ։ Այնինչ պետք է պրոստը առաջանալ։ Ու նորից կուզեմ մի փոքր անալոգիա անցնեմ, որ բիզնեսով զբաղվելը, խնդրեմ լուծելը ոչ թե դերնի ճահի ճորտու մեջ իրա թաղվես, այլ շատ նման դերնի կոմպյուտերային խաղի։ Այսինքն դու դիրան լուծես, հաղթահարես, որ տեղափոխվես մեր մակարդակը ավելի բարձր աշխարհ։ Ամփոփելով կուզեմ ասեմ, որ բիզնեսի հաջողությունը պետք չէ չափել սեփականատիրոջ աշխատած ժամերի քանակով։ Այլ պետք է չափել, թե իրա թեկուզ կարճ աշխատած ժամանակում օրվա մեջ ինչ արդյունք է ստեղծել տվյալ սեփականատերը։